Սիրով ողջունում եմ իմ շատ սիրելի հետևորդներին և իմ ալիքի բոլոր հյուրերին։ Բարեկամներ, այսօր միասին պատրաստում ենք հայկական ամենահամեղ խմորեղենը։ Պատրաստում ենք թռչնիկատ կամ ծտի կաթ։ Այս բաղադրատոմսով պետք է ստանանք արտահայտիչ մեղրի համով, եփովի կրեմով և տարբերվող ջնարակով շատ փափուկ, նրբահամ, չափերով բավականին մեծ թռչնիկատ։ Թռչնիկաթը այս տարբերակով անհնար է չհավանել։ Նրբությունն ու կատարելությունն այս թխվածքի մեկ կտորի մեջ է։ Խմոր պատրաստելու համար մեզ անհրաժեշտ է 3 ճաշի գթալ բնական մեղր, որից 2 ճաշի գթալը կավելացնենք հիմա, իսկ 1 ճաշի գթալը կավելացնենք ամենավերջում, որպեսզի խմորեղենը ունենա արտահայտիչ մեղրի համ։ Մեղրի վրա կավելացնենք 4 լիքը ճաշի գթալ կաթ, 200 գրամ շաքարավազ և 100 գրամ սերուցքային կարագ և առանձին կհարենք 3 ձու։ Էմալապատ տարան դնում ենք գոլորշու վրա և սպասում ենք այնքան, մինչև կարագը ամբողջությամբ հալվի։ Թանկագինները շատ կարևոր է, որ բաղադրիչներով տարայի հատակը չկպչի եռման ջրին։ Առանձին խառնում ենք 1 թեյ գթալ սոդա և 1 ճաշի գթալ խնձորի քացախ և ավելացնում ենք տաք բաղադրիչների վրա։ Բարակ շիթով անընդհատ խառնելով ավելացնում ենք նաև հարած հավկիթները։ Ձուն պետք է ավելացնել կարագը անմիջապես հալվելուց հետո, որպեսզի զանգվածը չհասցնի շատ տաքանալ և ձվածեղ չստանանք։ Երբ զանգվածը լավ փրփրում և բարձրանում է և ձեռք է բերում գեղեցիկ կարամելի գույն, վերցնում ենք գոլորշու վրայից։ Թողնում ենք 2-ից 3 րոպե հովանա և ավելացնում ենք 1 ճաշի գթալ մեղր։ Այս մեկ պարզ գործողությունը կատարելով թռչնիկաթը ունենում է արտահայտիչ մեղրի համ և շատ ավելի համեղ է ստացվում։ Ավելացնում ենք 500 գրամ ալյուր։ Ալյուր պարտադիր մաղում ենք, որպեսզի այն հագեցնենք թթվածնով։ Քանի որ մեղրով զանգվածը բավականին տաք է, որքան ալյուր լցնենք, այնքան էլ կվերցնի։ Այդ պատճառով լինում ենք զգույշ, որպեսզի շերտերը չոր չստացվեն։ 500 գրամ ալյուր լցնելուց հետո սպասեք, որպեսզի խմորը ամբողջությամբ սառչի, որպեսզի գնդելու ընթացքում ստիպված չլինեք անընդհատ ալյուր օգտագործել։ Աշխատանքային սեղանի վրա մի փոքր ալյուր ենք ցանում և խմորը բաժանում ենք 3 հավասար գնդերի։ Ես գնդերը կշռում եմ, որպեսզի շերտերը ստացվեն համաչափ։ Յուրաքանչյուր գունդը կշռում է 370-ից 375 գրամ։ Այս խմորի հետ շատ հեշտ է աշխատել, ստացվում է փափուկ, ձեռքերին մի փոքր կպչող, սակայն հեշտ կրկնակվող խմոր։ Գնդերը թողնում ենք հանգստանան մոտ 5 րոպե, այնուհետև կրկնակում ենք և թխում։ Ջեռոցի ջերմաստիճանը պետք է լինի 180 աստիճան, թխվում են բավականին արագ 5-ից 7 րոպեի ընթացքում։ Շերտերը կարող եք թխել օգտագործելով յուղաթուղթ։ Ես ջեռոցի տապակի հակառակ կողմի վրա պարզապես մի փոքր ալյուր եմ ցանում և դնում եմ բացված շերտը։ Չնայած որ խմորը բարակ ենք բացում, ստանում ենք բավականին բարձր շերտեր։ Թանկագիններս, իմ ջեռոցի տապակի չափը 30-40 սմ է։ Եթե ձեր տապակը ավելի փոքր է, կարող եք ստանալ նաև 4 շերտ։ Այսպես մեկը մյուսի հետևից թխում ենք 3 շերտը։ Մինչ շերտերը կհովանան, պատրաստում ենք եփովի կրեմը։ Համապատասխան կաթսայի մեջ լցնում ենք 2 լիքը ճաշի գթալ ալյուր, 150 գրամ շաքարավազ, 1 թեյ գթալ վանիլային շաքարավազ և անընդհատ խառնելով ավելացնում ենք 400 մլ կաթ։ Պետք է գնդիկներ չառաջանան, որպեսզի եփովի կրեմը ստացվի միատարր։ Եթե այնուամենայնիվ գնդիկներ եք նկատում, կարող եք զանգվածը նախքան կրակի վրա դնելը անցկացնել մաղով։ Կաթսան դնում ենք թույլ կրակի վրա և անընդհատ խառնելով հասցնում ենք եռման ջերմաստիճանի։ Նույնիսկ 30 վայրկյան չխառնելու դեպքում ալյուրը կարող է նստել կաթսայի հատակին և կրեմը կայրվի։ Ուստի անընդհատ խառնելը պարտադիր է, զինվում ենք համբերությամբ։ Երբ պղպջակները առաջանում են ավելի հազվադեպ և դժվարությամբ պայթում, անջատում ենք կրակը։
Թանկագիններս ինչպես նկատեցիք, երբ հովի կրեմ պատրաստում ենք առանց ձվի, ինձ այս տարբերակը ավելի շատ է դուր գալիս։ Եթե ցանկանում եք պատրաստել ձվով, այդ բաղադրատոմսը ևս կա իմ ալիքում, հղումը կթողնեմ նկարագրությունների բաժնում։ Արդեն իսկ պատրաստի շիլան լցնում ենք մեկ այլ տարայի մեջ և ծածկում ենք սննդային թաղանթով, որպեսզի երեսը կեղև չկապի, և թողնում ենք սառչի։ Հարում ենք 200 գրամ փափուկ կարագ, մինչև կարագը փրփրի և մի լավ սպիտակի, այնուհետև գթալ ավելացնում ենք շիլան։ Պետք է ստանանք թեթև և համեղ կրեմ։ Թանկագիններս իմ ալիքում կգտնեք նաև թռչնի պատրաստման ևս մեկ հրաշալի բաղադրատոմս, որտեղ կրկնակ չենք օգտագործում, հեշտ և մատչելի բաղադրատոմս է։ Բաղադրատոմսի հղումը կթողնեմ նկարագրությունների բաժնում, եթե ցանկանում եք կարող եք դիտել։ Որպեսզի կրեմը համասեռ ստացվի և կարագի կտորներ չմնան, 1-2 անգամ այսպես կհավաքենք տարայի պատերից և կրկին կհարենք։ Հավաքում ենք թռչնիկաթը շերտ կրեմ շերտ հերթականությամբ։ Եթե դուք էլ ինձ նման շերտերը թխել եք օգտագործելով այլուր, ապա շերտերը նախքան կրեմապատելը խոզանակեք, որպեսզի ավելորդ այլուր չմնա։ Վերջին 3-րդ շերտի վրա կրեմ չենք քսում, պետք է պատրաստենք ջնարակ։ Թռչնիկաթի այս բաղադրատոմսը երկար տարիներ փորձված շատ հին բաղադրատոմս է։ Եթե ինձ հետևում են ավագ սերնդի ներկայացուցիչներ, ապա դա կփաստեն։ Ջնարակ պատրաստելու համար 100 գրամ շաքարավազի վրա ավելացնում ենք 80 մլ կաթ, 50 գրամ մուկ կակաո, 70 գրամ սերուցքային կարագ և կես թեյի գդալ վանիլային շաքարավազ։ Այս տարբերակով ջնարակը բավականին խիտ և համեղ է ստացվում, երբեք չի չորանում և ունենում է գեղեցիկ փայլ։ Տապակը դնում ենք ցածր կրակին և սկսում ենք անընդհատ խառնել։ Երբ ջնարակը հասնի եռման և սկսի խտանալ, ավելացնում ենք 1 ճաշի գդալ ձեթ, փայլ հաղորդելու համար։ Թանկագիններս նկարագրությունների բաժնում կգրեմ նաև ջնարակի ավելի մատչելի բաղադրատոմս, կթողնեմ նաև տեսանյութի հղումը։ Ջնարակն էլ է պատրաստ, անջատում ենք կրակը և տաք վիճակում ավելացնում ենք վերջին շերտի վրա։ Նախընտրելի է խմորեղենը թողնել հանգստանա մոտ 1 ժամ, այնուհետև կտրել։ Ես այդքան չեմ սպասում և կտրում եմ անմիջապես։ Այս բաղադրատոմսով ստանում ենք 23-ից 25 կտոր ունեցող համեղ ջնարակով նրբահամ շատ փափուկ թռչնիկաթ։ Դե ինչ թանկագիններս, այսօր էլ հայկական թռչնիկաթի այսպիսի հրաշալի բաղադրատոմս։ Դուք էլ պատրաստեք և չմոռանաք վայելել մեկ բաժակ սուրճով։ Ցտեսություն, կհանդիպենք հաջորդ տեսանյութերում։